արագ բեր Եվային։ Բայց գիտեք քնել է Եվան։ Ոնց թե քնելը։ Հա, գնացի որ հագուստը տամ հագնի, տեսա քնել է։ Չհասկացում։ Այան նորմալ ես, քշերվա կեսին իզնից ինչ ես ուզում։ Մի ձև կարաս այդ տափակ ուղեղիդ հասցնես, որ ես քո այդ գործ ունենալ չեմ ուզում։ Գոր դու հիմա ջղայնացած ես դրա համար ես տենց խոսում։ Որ ջղայնությունը տանցնի կհասկանաս, որ առանց քո մաշի չես կարող ապրես։ Էլեն։ Հա, ասա։ Արի արդեն քնենք ուշը։ Վաղը շուտ պիտի արթնանանք, հա։ Կներես Արև, մտքերս եսին ուր էին ինձ տարել։ Ինչ լավ արթնացել ես, բարի լույս հրեշտակս։ Բարի լույս։ Ոնց ես քնել։ Էս ի՞նչ է։ Միրգ, մրգային աղցան, հատուկ իմ Արևիկի համար։ Բայց ինչի։ Գիտես, երեկան հավես էի, այսօր էլ հավեսս նորից ինձ մոտ եկավ ու ասեց Էլեն գնա խանութ։ Ես գնացի խանութ ու քեզ համար միրգ կնեցի։ Այ Էլեն, ինչն ես դու բայց։ Համ էլ պատրաստեցի, որ համովս վեր կենա ու ուտի։ Հեսա վեր կկենամ միասին կուտենք, հա։ Չէ, հենց անկողնում։ Կուտես, հետո վեր կենաս։ Ուզում եմ քեզ այսօր մի քիչ երես տամ։ Էլեն, որ սենց շարունակվի հեչ լավ չի լինի։ Ես վաղը արդեն գործի պիտի գնամ, իսկ դու ինձ երես ես տալիս։ Չէ, ոչ մի գործ, հանգստանում ես, լրիվ լավանաս, նոր հետո կարաս գործի մասին էլ մտածես։ Չէ, Էլեն, որ տան եմ մնում, ընդհանրապես ոչ մի բանի հավես չեմ ունենում, չէ, վերջ, որոշված է, վաղվանից գալիս եմ գործի։ Լավ, թող քո ասածով լինի, բայց արի մի երկու օր էլ մնա էլի։ Էլեն, ինձ թվում է ինձ արդեն աշխատանքից ազատել են ու դու ինձ չես ուզում ասես, հա։ Չէ, գիտես, ախր ոնց ասեմ, եթե ես քեզ ճիշտը ասեմ, կարող է դու ինձ դրա համար չներես։ Ճիշտ է, Էլեն։ Դե կեր որ ասեմ։ Ինչ ես արել, որ ես քեզ չեմ ներելու։ Արև ջան, քանի որ դու այս քանի օրը քեզ լավ չէիր զգում ու գործի չես եկել, դե տնօրենը հարցրեց ինչ ա եղել, հոլուրջ բան չի, բայց ինձ խիստ տոնով հարցրեց, որ ես վախեցա, որ հեսա ասել է, որ գործերը չկաց։ Դե ես ստիպված մի բան հորինեցի։ Էլեն, հաստատ մի խելառություն արել ես, չէ։ Հա, ասել եմ, որ տատիկդ մահացել է։ Ինչ? Հա, բա ինչ ասեի, արդեն ասում են, որ սովորություն ես սարքել։ Վայ Էլեն, ուրեմն վաղվանից պիտի գնամ գործի։ Եվ ոնց գնաս, սկզբում տատիկիդ պետքա թաղես, հետո դե 7-ը կա, հետո բանը 40 տարի։ Մարդիկ ինչ կմտածեն, կասեն տատը նոր է մահացել, իսկ ինքը հեչ վեճ է չի, աղջիկը վերակացել եկել է գործի։ Այ Էլեն։ Ես ինձ սոված եմ, ես էլ պահեմ հետո կուտեմ, թե չէ հոգագուլն ինձ ամեն օր ուտելու բան չի բերելու։ Վայ, աղբեր ես նորը, ոնց ես լավ եմ։ Ոնց ես լավ, տես ոնց ես հասում։ Անցնի։ Արի գնանք պուրակ, տակ արևի տակ, համել դրսում արևա կտականաս, արի։ Արի մի քիչ նստենք հետո լավ։ Դուրս օդը մաքուր է, ստեղ մի տեսակ խոնավ է, արի գնացինք դուրս։ Լավ, սպասի սրանք հավաքեմ գնանք։
Էդ ուր ես տանում։ Սկզբում թողնում էի, հետո վախեցա, բա որ ես ունեցածս էլ տանեն։ Թող ամոթ աղբերս, հոսես չես գալու պուրակ։ Լավ, եթե վախենում ես, աջալը թող մնա։ Եթե գողանան ես տնից ուրիշ մի բան կբերեմ։ Թող։ Դե գնացինք։ Միած սուրճս վերջացնեմ, անցնենք մնացածին։ Կարող ուզես դու էլ։ Չէ, չեմ ուզում։ Եվա ինչ ա եղել, մի տեսակ ես։ Կարող է ինձնից ես նեղված։ Ճիշտ ասած հարցերից մի քիչ կտրուկ ես պատասխանում։ Չէ, թույլ եմ ուղղակի։ Դե թույլ կլինես, բա ինչ կլինես։ Եթե չես վեր կենում, չես քայլում, հո չես աշխուժանա։ Իդեպ ես քո պահվածքը կարող է տան անդամների վրա էլ ազդի։ Ախր ինչ անեմ։ Ինչ պիտի անես։ Վերկաց իրար հետ մի քիչ քայլենք։ Կարող ենք պատշգամբ դուրս գալ, այնքան լավ եղանա կա։ Լավ։ Սիլվի, Ասա Եվա։ Մելսը ինձ չի հարցրել։ Թեթև։ Ասեց ոնց ես, հետո ասեց որ քեզ կանչեմ, բայց դե կա տեսա քնած ես։ Իդեպ երեք շատ լավ անցավ։ Պիտի տեսնեիր Լիլիթը իր աշխուժությամբ ոնց բոլորի տրամադրությունը բարձրացրեց։ Էնպես որ քո բացակայությունը այդքան էլ նկատելի չէր։ Մի անհանգստացի։ Եվա, Մելսի աչքերը մի տեսակ փայլում էին, գիտես։ Ոնց որ իր կյանքում ինչ-որ իրադարձություն տեղի ունենա։ Երևի Լիլիթի գալու հետ է կապված։ Հա? Կարող է։ Չնայած ով գիտի, չգիտեմ։ Այսինքն ինչ նկատի ունես։ Դե գիտես, ես արդեն տղամարդկանց այդքան էլ չեմ վստահում։ Ամեն պահի ամեն բան կարող են անել։ Հայ Եվա ջան, ոնց ես։ Լավ եմ, մերսի։ Իդեպ Լիլիթ ջան, ձեր պատրաստած սուրճը շատ համեղ էր։ Լուրջ։ Գիտես Սիլվի ջան, անհամեստություն չլինի, իմ տված ծորակի ջուրն էլ է համեղ։ Հա, ես դա զգացի ընթրիքի ժամանակ։ Ապրես, Սիլվի համով բաներ են պատրաստել այնտեղ խոհանոցում։ Ես դուրս եմ գալու, բայց դուք ձեզ ազատ զգացեք։ Կուտաշ սոված չմնաց, լավ։ Եվա ջան, ինչ կուզես բերեմ քեզ բալես։ Չէ, ոչինչ, Լիլիթ ջան։ Չէ, այդպես չեղավ։ Մի բան ասա, սիրտդ ինչ ա ուզում։ Լավ, հյութ։ Հյութ, ապրես, այդ արդեն լավ է, իսկ ինչի հյութ։ Մոշի կարելի է։ Մոշի կարելի է, լավ։ Դե ձեզ հանգիստ ազատ զգացեք, ես գնում եմ մի քանի ժամից կգամ։ Լավ։ Լիլիթ ջան, ձեր բացակայության ժամանակ կարող եմ ինչ-որ բան անել, նկատի ունեմ ձեր գործերը առաջ գցեմ։ Չէ, Սիլվի ջան, շնորհակալ եմ իհարկե շատ, բայց որ պետք լինեմ կզանգես, լավ, համարես ունես, երեք տվել եմ։ Հաջողություն։ Բա դու ոնց է դասի չես գնացել, ոնց է տանն ես մնացել։ Գնում եմ դասի, բայց մեկ որ հավես չեմ ունենում, չեմ գնում դասի։ Ես շատ եմ ուզում դպրոց գնամ, ուզում եմ սովորեմ։ Դե Վիկ, հիմա քոնն էլ ցենց է ստացվել, հո սոված չես։ Չէ, դու որ եկար մոտս հնայելի կա։ Ուզես։ Ոնց, դու էլ բրդուճները չես կերել։ Տնաշ են, մի անգամ ուտելու բանա, ես այդքանը մի թափից եմ ուտում։ Արի գնանք ես կողքի կաֆե, խնդրենք տակ ջուր տան, որ խմես։ Չէ, չեմ ուզում, մնա մոտս, տենց ավելի լավ։ Լավ, արի դու մնաս տեղ, ես գնամ բերեմ։ Ահմել ընդեղի աշխատող ջաջան լավն է։ Չէ, պետք չի, մնա մոտս կանցնի։ Հա, դե տենց արա։ Ասա չես ուզում։ Առանձնացի քո համար կգործելով եղի։ Վաղը նեղը չգի նորից գա ուզենա հետներս աշխատի։ Հա, դե լավ, կասես ինչա որոշել։ Լավ։
Յա, ես դու ես հարազատ։ Այդտեղ ես ոնց ես ասում։ Վինա բարի օր։ Բարևոց ջան։ Չեմ խանգարում։ Չէ, ինչ ես խոսում, դու ոնց կարաս ինձ խանգարես։ Գնում եմ Վարշավերանոց Սիրունանամ։ Ոնց որ դու երեք ասում, գնամ ինձ կարգի բերեմ։ Յա, կարող է անեց Սիրունանաց, որ երեկոյան քեզ տենամ լեսուս կուլ գնա։ Չէ, որ 10 տարի առաջ կուլ չգնաց, այսօր է կուլ չգնա, մի կերպ կդիմանաս։ Լավ, գործերը տարավերջացրու զանգի, որ գամ հետևից էլ։ Ո՞նց բան է եղել։ Հաստատ խտերը տա եղել։ Ես մտածում էի այդ գորի, բայց զանգեցին ասեցին, որ պատրաստ է։ Աստորեն այսօր իմ մորն է, հա։ Ես կասեի քո երջանիկ 10-ամյակն է սկսվել։ Դե գործերը տարավերջացրակ կզանգենք կհանդիպենք։ Ինչ ես անում ստեղ բալա։ Նստած եմ։ Ես դուք իրար ծանոթ եք։ Ընկերս ասակ հոպա։ Հոպարը դա։ Բայց վերջը չասի դուք իրար ճանաչում եք։ Հա, դե տենց մի անգամ ծանոթացել ենք Վիկի հետ։ Գործերը ոնց են, սաղ նորմալ է։ Հա, մերսի, շատ լավ է։ Հեչ է լավ չի հոպար։ Ես քանի օրանն են ծահազու։ Էդ որտեղ ես տենց մրսել։ Կարող է թոկավորდეს։ Կանցնի, բան չկա։ Դրանք խիմիատ քեզ բժշկի չեն տանում։ Հոպար ինքը շատ հիվանդ է։ Դրսերում է քնում։ Իրոք շատ հիվանդ է։ Կարանք տանենք մեր տուն դեղ տանք շուտ լավանա։ Ինչի Վիկը ուրիշ մնալու տեղ չունի։ Դա իմանն է ստացվել, որ չէ, բայց ինքը իմ ընկերնազան մոգնացվել է։ Հա, պրոբլեմ չունես Գագու ջան, բայց Վիկը դեմ չի չէ որ գնանք մեր տուն։ Ես կմնամ։ Հոպար, ինքը համաձայն է, ուղղակի մի քիչ քեզնից համաչում։ Ես ոնց որ ինձ պատմելու բան ունեք, հա։ Երանի ճանապարհս արդյունավետ լինի։ Տեսնեմ Արաքսին, խոսեմ հետը։ Գոնե կարողանա հետքի վրա բերել։ Մի բան հուշել։ Աստված իմ։ Մենակ այն մտքից, որ այդ խեղճ ընկերուհիս չի իմացել, որ աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել։ Որ մենակ գոռը չի ծնվել։ Սիրտս տրակում է։ Համ նեղությունից, համ էլ բարկությունից։ Ոնց կխեղդեի այդ կնոջը։ Բոլորի կյանքը փչացրեց անաստվածը։ Սատանայի ծնունդ։ Ես ու դու դեռ կհանդիպենք։ Սիրտս չի հանգստանա։ Սիրտս չի հանգստանա, քանի քեզ չեմ ասել այն ինչի արժանի ես։ Ստոր։ Ալո, Համելիս ջան։ Լիլջան դուրս ես եկել արդեն։ Հա, բալես դուրս եմ եկել արդեն ճանապարհին։ Պայմանավորվել ես, այն կնոջ հետ ում հետ պիտի հանդիպես։ Չէ, չէի կարող զանգեի, մելս այսօր առավոտ փորձեցի հեռախոսի համարը ճշտեմ, մի քանի հոգու զանգեցի, բայց ոչ մեկից չկարողացա իմանալ։ Գիտես ինչ մտածեցի գնամ տեղում տեսնեմ ինչ եմ անում, որովհետև ամենակարևորը գիտեմ տան տեղը, գնամ իրանց տուն, տանը այդպես հանդիպեմ։ Լավ Լիլջան, ես գուշ եղի։ Հասնես տեղ անպայման զանգի ինձ։ Լավ ցավոտ տանեմ, կզանգեմ, դու հանգիստ եղի։ Լավ Լիլջան։ Տղեկ ինչ եք լուր նայում տենց վրաց, չեք ուզում խոսակ։ Հա, կպատմենք, բայց ասա, կարանք Վիկին օգնենք դրսում չմնա։ Կպատմեք կտեսնենք, բայց ճիշտ է, չփորձես ծուտ խոսաս։ Եթե մեզ տանես քոտոն մի լավ հյուրասիրես կպատմեմ, մորսոված եմ լինում, խոսելս չի գալիս։ Ես ոնց որ չարաճճիների հետ գործ ունեմ, հա։ Չես ուզում, ասա չէ, հոպար, չենք նեղանա։ Լավ, կգնանք տուն, տանը կպատմեք, այդ ոնց ա եղել, որ Վիկը փողոցում ա մնում։ Փողոցում չէ, շեթքում եմ մնում։ Ուղղակի մենակ եմ ապրում։ Վիկ, ես խոսք էի տվել, որ ոչ մեկի չեմ ասի, բայց հիմա դու շատ հիվանդ ես։ Սա քո հոպարն էլ բարի մարդ ա, որ ասես, կիմանով մի բանով քեզ կօգնի։ Տղեկ խոսեք բան հասկանամ, մնայդ չլի քեզ տանեն մեր տուն հետո հետևիցս գան։
օրենքի հետ խնդիրներ ունենան։ Մենակ կվիկը, իրան ոչ մեկ ման չի գա։ Չէ, աչքից խոսալու շատ բան կա, գնանք ու տանեկի պատկեր։ Մտնենք այստեղ ձեզ ուտելու բանման վերցնենք։ Դավայ, վիրկացեք գնանք։ Վիկ, արի գնանք, սակ հոպարը բարի մարդ է, որ պատմես, գնանք հոպարս քեզ չայ կտա, դեղ կտա, շուտ կլավանաս։ Լավ, Մելս, ես գործեր դուս եմ գալի, շուտ կգարչացնում կգամ օֆիս։ Լավ, Ռոբ ջան։ Ռոբ։ Ինչ։ Այսօր մեզ գործավարուհիների ռեզյումեներ են ուղարկել։ Կարող է օգնես ընտրենք։ Ինչ կլինի, ազատ է ինձ այդ պատասխանատվությունից։ Լավ։ Բայց նա ետ Էլիզի նման չլինեն։ Էլի մի փորձանք չբերեն գլխներիս։ Նկատի կունենան։ Հասիրելի հիշեցի։ Այն օր այդ հարցով խոսում էիր, ոչ մի նորություն չկա։ Դե որ լինի կզանգենք ասեմ, բայց այսօր մի հատ ես կզանգեմ կհետաքրքրվեմ, ինչ որ շատ երկարած անառակ դստեր որոնումները։ Մի տեսակ ես մեզ։ Չէ, նորմալ ասախ։ Ուղղակի Լիլիթ հետ էի խոսում, նոր գյուղ ա գնում։ Մատկով լրիվ ընդեղ եմ։ Երեխու հետ կապված։ Հա, գոնե որ մի բան էլ հաջողվի իմանալ, արդեն կհասկանամ մյուս քայլս որ կում եմ գցում։ Եվ այն ոման չի հայտնվել։ Հա, Սուրո։ Որտեղ։ Հաստատ Վիկն է եղել։ Հա, Ռոբ ջան, նկարը ցույց եմ տվեց, տարածքում մի քանի անգամ մարդիկ եղել են, որ տեսել են։ Հա, սպասում եմ։ Լավ։ Հելեն, հարմարա խոսենք, հո տանը չես։ Չէ, ես ոչ մի նորություն չունեմ, ես էլ մտածեցի հնարավոր է դու ես Արևի հետ խոսել։ Չէ, խաբելը բացառվում է։ Եթե հանկարծ քիմիոթերապիա նշանակեն միանգամից գլխի անկնելու։ Ուղղակի գիտես ինչ եմ մտածում։ Մեկ այդ տեղերն էլ որ սկսեց ստանալ ինքը ինչ որ բան արդեն կասկածելու է։ Ես չեմ կարողանում։ Ես չգիտեմ ինչ պիտի անեմ։ Երևի օրվա մեջ մի հատ դուխս հավաքեմ, որ փորձեմ հետը խոսել ելեմ։ Այդ առաջնահերթ Հելեն ջան։ Ուղղակի քեզ խնդրում եմ հեռախոսդ չանջատես, ուշադիր եղիր, ես քեզ կամ կզանգեմ, կամ կգրեմ օրվա ընթացքում, լավ։ Ես տեսնեմ թե որտեղից եմ փող ճարում։ Առայժմ Հելեն ջան։ Հա, մոխրոտ, չէիր սպասում։ Տենց զարմացած նայում ես դեմքիս։ Մաշա ինչի ես եկել։ Եկել եմ որ խոսենք։ Ես քո հետ խոսալու բան չունեմ։ Իսկ ես ունեմ։ Ասելիքս շատ կարճ կձևակերպեմ։ Իսկ հետո ականջիդ օղ կանես, մենք ընդունիշտ։ Եվա ջան, դու քեզ պիտի հանգիստ պահես։ Պիտի շուտ ապանքինվես, որ դու մերսին շատ ես պետք։ Շատ։
Թե չէ կհոգնի քեզնից։ Եվա։ Քնեցիր։ Եվա։ Ոնց որ քնած դժոխին լինի։ Ալո, Մելս։ Սիլվի դուք եք։ Հա, ես եմ Մելս, Եվան քնածա։ Բան կերել է։ Հա, հաց կերավ, լողացավ քնեց։ Լավ, հենց արթնանային զանգեք Սիլվի։ Կամ էլ Եվային ասեք թող զանգի։ Լավ, անպայման։ Ինչ լավն է ձայնդ։ Մելսներ։ Տեն տես է երեխուն։ Հա, նայ, ստեն նկարը։ Երեխեն հաստատ ստեղ է եղել։ Լավ, բայց ուր կարար գնացած լիներ։ Ստերից 1000 տեղ։ Ուրեմն հենց տեղից էլ պետք է սկսենք նորից ման գալ։ Ան նկարը սուր։ Մելսը գա, բաժանվենք ու սկսենք ման գալ։ Հա, տղերք մի բան կա։ Հələ որ չէ։ Ես մի րոպե։ Սունկեն նկարում էլ կար։ Երեխու շորեր եմ մեզ։ Մտնեմ։ Վիկինը ես եմ արել։ Ուրեմն երեխեն հաստատ ստեղ է եղել։ Արա լավ, ուր է հիմա այս երեխեն։ Եթե շորերը ստեղ է, ուրեմն հաստատ հետ կգա։ Ես Բաքում մի հատ տատիկ կա։ Ասում է, որ քանի օր է երեխունն է երեխոց ստեղ խաղալու ստենում է։ Բայց հետո ասում է, ես տուն գնացի, չգիտեմ թե իրանք ուր գնացած կլինեն։ Եթե ստեղ են եղել, ուրեմն հետ կգան տոպրակի հետևից։ Ինչ անենք, սպասենք ստեղ։ Մենք մի հատ տարածք նայենք, դու սպասի ստեղ մինչև տղերքը գան։ Նրանք տեսնենք ինչ են կանում։ Լավ, սուր արեն կոմով գնանք, մի հատ իսել եմ դատի հետ խոսալ։ Քեր մեր շու։ Այ տոպրակս մոռացա։ Ինչ տոպրակ ես մոռացել։ Ալավ տոպրակը էլի։ Չէ, մեջը կարևոր բան կար։ Սաղ շորերս էլ մեջներ։ Գնամ վերցնեմ կամ։ Չէ, ուր գնաց տուն հասանք։ Բայց ախր պետք է ինչ շատ։ Ինքը առանց դրա կյանք չունի, սակով բար։ Լավ, Վիկ, վրեդ հալ չկա, որ մի հատ էլ գնաս հետ գաս։ Արի ես ու դու տուն մտնենք, Գագը կգնա կբերի։ Համել Գագուլը այս ծակուցուկեր անգիր գիտի։ Լավ։ Ճիշտ ասում օպարա, դու գնացեք տուն, ես է կգնամ տոպրակը բերեմ։ Սիլվի, բա ո՞ն ձայնի համար ես այդպես կշվում։ Տես, ես երկչուհու։ Բայց Մելսի հետ էիր խոսում, հələ խոսում։ Հա, որ Մելսը զանգեց, իր երգն էի լսում։ Կուզես միացնեմ լսի։ Չէ, չեմ ասում։ Լավ, ոնց կուզես։ Ինչ էր ասում Մելսը։ Ոչ մի բան, քեզնից էր հարցնում, հետո ասեց, եթե ինչ-որ բան պետք լինի, իրան անպայման ասենք։ Զանգիր խոսեմ իր հետ։ Զանգեմ, բայց գիտես ինձ թվաց մոտ ինչ-որ մարդ եկավ, ինձ թվում է հիմա հարմար չի լինի, հետո կզանգենք։ Լավ։ Մաշա դու լրիվ ցնդած ես, ինչեր ես խոսում։
Ինչի, որ ճիշտ եմ ասում դրա համար։ Ինչ գործ ունեիր Գոռենստանը։ Ինչի էր գնացել այնտեղ։ Թե ուզում ես հավատամ, որ գնացել էիր պարապելու, առանց ինչ-որ հետին մտքերի, տենց միամիտ աղջկապես, միամիտ դեմքեր ընդունել գնացել էիր այնտեղ։ Մաշա, ինձ մեծ հաշվով չի հետաքրքրում, դու ինչ ես մտածում, գիտես։ Բա քեզ ինչ դա հետաքրքրում։ Գոռու իր հետ կապված ամեն ինչ, չէ։ Մտածում ես ոնց անես, որ քեզնով անես։ Մտքիցդ հանի տենց բան չի լինելու։ Գոռը իմ սիրած տղամարդն է, հասկացար։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար, բարի բաղձես, երջանիկ լինեք, մենակ խնդրում եմ, գնա ստեղից։ Ոչ, չեմ գնա, որտեղ ես դեռ չեմ վերջացրել։ Ճիշտ է, իմ ու Գոռի հարաբերությունները հիմա շատ լարված են, բայց դա ոչինչ չի նշանակում, լսեցիր։ Մեր մոտ ամեն ինչ կհարթվի, որտեղ մենք առանց իրար չենք կարող ապրենք։ Գոռը ինձ ուղղակի աստվածացնում է, իսկ ես իրան պաշտում եմ։ Հետո այն, որ չփորձվես առիթից օգտվես ու խցկվես այս հարաբերությունների մեջ, հասկացար, փորձելով իմ տեղը գրավես։ Մաշա, ինչեր ես խոսում, գնա։ Ինչի, ճիշտ եմ խոսում, նեղվում ես։ Ինչքան ցածր ու ստոր մարդ ես դու, Մաշա։ Դու նույնիսկ կանացի ինքնասիրություն չունես։ Իսկ ես իրոք խղճում եմ։ Այդ դու քեզ խղճ, այ ողորմելի։ Եթե մի անգամ էլ քեզ Գոռի կողքերը պատտվելուց տեսնեմ, այդ գունավոր աչքերդ լանցետ պինցետով հանելու եմ։ Մաշա, գնա զզվեց։ Թող մի հատ, այ ողորմելի, չփորձվես մյուս անգամ ինձ կպնես։ Ուրիշի տղամարդկանց գողացող անբարոյական։ Այ հիվանդ, այ ողորմելի սոված շոմ։ Արև։ Դերասանություն ես անում։ Մի հատ վեր կացել է։ Հետո էլ կասես Մաշան եկավ, խփեց, անգա ուշքս գնաց։ Գիտեմ որ ձևեր ես թափում, որ հետո ինձ վրա բարթես ամեն ինչ։ Արև։ Արև։ Անգույն։ Անգույն Արև։ Աղջի դու շարժ մի հատ վեր կաց։ Չէ, ես ավելևա գնամ։ Հա բայց ես ինչ արեցի, ոչ մի բան։ Հիվանդոտի մեկն է, կապած չկապած ուշքը գնում է։ Վայ մամա ջան, մենակ թե Գոռեիս մասին չիմանա էլի, թե չէ հաստատ այս անգամ ձեռքից չեմ պրծնի։ Մենք ոնց էր անիմաստ լրվել ենք ստեղ։ Վիկը ոնց տենում եմ հետ չի գալու, մենք էլ անիմաստ ժամանակ ենք կորցնում։ Տղեկը ման են գալիս թե տարածքում, բայց ոչ մի տեղ չկա, ուրիշ ինչ կարան կանենք։ Մի հատ երեխուն էլ հարցնենք, էլի։ Ես հա ձենտամ հարցնենք։ Ապերիկ, մի հատ կգաս բան հարցնեմ։ Բան է եղել։ Չէ, բան չկա։ Ստեղ ես ապրում։ Հա, ինչի։ Արի մոտիկ բան պիտի հարցնեմ։ Սուր նկարը մոտը տա, ու նա ցույց տանք երևի։ Հեռախոսը տամ։ Հեռախոսով լավ չի երևում, նկարը դուր ավելի լավ։
Ապերիկը նման լավ նա ես նկարում։ Այս երեխուն տեսել ես ստեղ դու։ Չէ, Ապեր լավ նայ, շատ կարևոր է։ չէ, ես բակում շատ եմ լինում, բայց եթե սենց երեխա լիներ, ես կիմանայի։ Լավ, մերսի։ Մի անգամից երևում է լավ տղա ես։ Բայց անկարծ որ իրան տեսնես, ասա որ իր ընկերներ իրան ման են գալի, լավ։ Լավ։ Հա։ Մեկ էլ ստեղ համար է սա գրած։ Որ իրան ստեղ տեսնես, մի հատ ինձ զանգի, լավ։ Շատ լավ։ Դե գնա։ Հələ բան չեմ հասկանում, մեկն ասում է տեսել եմ, մեկը ասում է չեմ տեսել։ Դե հիմա երեխա է, մեկ-մեկ եկել նստել աստեղ, որ պահին ով է տեսել, եսի։ Չգիտեմ ինչքան ժամանակը գնում է, այնքան շանսերը քիչանում են, վրազել է պետք։ Հələ բայց ում կարա գնացած լինի։ Որտե ման գնա գետերը։ Եթե ուզենար արդեն ինքը մեզ գտած կլներ։ Չգիտեմ կարամ գրած գամ։ Եթե ինքը ստեղ եղել է իր իրերի հետևից նախ կգա։ Այդ մեկը ճիշտ ես ասում, չէի մտածել։ Ինչեւ այսքան ժամանակ որ աննկատ է մնացել, ուրեմն Լավ, արի մենք գնանք։ Սուրո դու մնա ստեղ, մինչև մհերը գա։ Ստեղ մի որոշ ժամանակ պիտի մարդ մնա։ Հա, հարց չկա։ Քեզ ու մհերին դժվար հիշի էլի Վիկը։ Լա, ոնց կասեք։ Լավ, մենք գնացինք։ Շատի դուք սուպեր։ Պետք է մտածենք ոնց բուժումը շուտ սկսենք։ Ախպերս ինչ մտածեմ։ Ես դաժե չգիտեմ թե ումից եմ փող ճարելու, ոնց եմ անելու։ Փողի հարցը շատ լուրջ է։ Այս տեսքով քեզ ամեն բան ներելի է։ Ինձ ամեն ձև էլ ամեն բան ներելի է։ Սիրում եմ ինքնավստահությունդ։ Արև։ 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 Ալո, շտապ օգնություն։